Սիրելի ծաղկաձորցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջույն։ Մեր նախընտրական քարոզարշավը հետևյալի մասին է։ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ի վերջո հասել են մի որոշակի հանգրվանի։ Եվ շատ կարևոր է, որ մենք հանգրվանը իրապես գնահատենք։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը հետևյալի մասին է, որ մեր կյանքի անորոշությունները մենք հասցնենք նվազագույնի։ Անորոշությունները նվազեցնելու համար մենք ի վերջո հաղթահարել ենք կոնֆլիկտի թակարդը։ Մենք դուրս ենք եկել կոնֆլիկտի թակարդից։ Եվ մենք այսօր տնավորվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի ժողովուրդը ի վերջո հաղթահարում է պանդուխտի գաղթականի տրամաբանությունը։ Եվ 2025 թվականը առաջին տարին է երրորդ հանրապետության պատմության մեջ մեր անկախությունից ի վեր, երբ որ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը գերազանցում է Հայաստանից մեկնած քաղաքացիների թվին։ Սա մեծ իրադարձություն է ժողովուրդ, որովհետև արտագաղթը դադարել է ի վերջո։ Արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից դադարել է եւ ներգաղթ է սկսվել դեպի Հայաստանի Հանրապետություն։ Սա այն նպատակներից մեկը, որը մենք հետապնդում էինք։ Եվ սա նաև նրա արդյունք է, որ ի վերջո հաստատվեց իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը ասում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ հայրենիք փնտրելու կարիք չկա, հայրենիքներ փնտրելու կարիք չկա, որովհետև մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը, եւ մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքով։ Եվ մենք այսօր պետք է կենտրոնանանք մեր երկրի պետական շահերի սպասարկման վրա, իսկ երկրի պետական շահերը մի բան են նշանակում։ Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար ոտի տեղ է այլ հայրենիք ունենալու համար, թե Հայաստանի Հանրապետությունը այն հայրենիքն է, որի մասին մենք երազել ենք եւ որին հասել ենք։ Մեր քաղաքական առանցքային ուղերձը հետևյալն է, որ հայրենիքը պետությունն է, մեր պետությունն է մեր հայրենիքը, հայրենիքի պետությունից դուրս հայրենիք գոյություն չունի, որովհետև եթե պետությունից դուրս գոյություն ունի հայրենիք, ինչքան ուրիշ պետությունները մեզ համար կարող են դիտվել հայրենիք, այնպես էլ ուրեմն մեր պետությունը ուրիշի համար կարող է դիտվել հայրենիք։ Մենք պետք է տնավորվենք, մենք պետք է տուն նստենք եւ դեգերումների տրամաբանությունից դուրս գանք։ Եվ այսօր իմ տպավորությամբ Հայաստանի Հանրապետության վրա այդ տնավորված լինելու, տուն հասնելու հանդարտությունն է իջել, եւ մենք այդ հանդարտությանը պետք է տեր կանգնենք։ Այսօր կան ուժեր, ովքեր չեն թողում, որ չեն ուզում թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվի տուն հասնելու,
տուն հասածի տնավորվածի զգացողությունը եւ միլիոններ են ծախսում ցույց տալու համար, ապացուցելու համար, թե 300,000 թե չգիտեմ քանի ադրբեջանցի է գալու Հայաստան։ Մենք այդ թեմաները փակել ենք անվերադարձ, փակել ենք բոլոր կողմերից, որովհետև մենք ասել ենք, որ Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Ղարաբաղից, մյուս տեղերից հեռացած հայերի վերադարձի օրակարգ մենք պետք է չդնենք, որովհետև երբ որ նման օրակարգներ դրվում են, բացվում են հայելային օրակարգեր, մենք պետք եւ սա հերթական հանցանքն է Ղարաբաղի ժողովրդի համար, որովհետև այսօր մենք միլիարդներ ենք ծախսում, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը տնավորվի Հայաստանում, ի վերջո հանդարտվի, հասկանալով, որ իր հայրենիքը իր պետությունն է, բայց այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ամեն ինչ անում է, որ Ղարաբաղի ժողովուրդը, նաև Ղարաբաղի ժողովուրդը չհանդարտվի, որտեղ խաղաղությունը ժողովուրդ, նաև ներքին խաղաղությունն է, որովհետև մենք երկար ժամանակ արտաքին խաղաղության հետ չենք ունեցել նաև ներքին խաղաղություն, որովհետև չենք ունեցել այն զգացողությունը, որ Հայաստանը մեր վերջնական հանգրվանն է, Հայաստանի Հանրապետությունը մեր վերջնական եւ հազարամյա հանգրվանն է, եւ մենք այսօր հազարամյակների պլաններ պետք է կառուցենք մեր պետության միջազգայինորեն ճանաչված տարածքում, որովհետև այդ այն երաշխիքը, որ մենք Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կկարողանանք սերնդեսերունդ փոխանցել հարյուրամյակով, հազարամյակով եւ հազարամյակ ասելիս մենք միշտ հետ ենք նայել, որովհետեւ չենք պատկերացրել մեր դիմացը հազարամյակ։ Այսօր մենք հազարամյակ ասելիս քաղում ենք նախորդած հազարամյակի դասերը եւ մեր առաջ կառուցում ենք հազարամյա պլաններ։ Այդ հազարամյա պլանները կարող են գոյություն ունենալ մի պարագայում, երբ որ մենք կենտրոնանանք հայրենիքը պետությունն է հայեցակարգի վրա, որովհետև հայրենիքը պետությունն է նաև այնքանով, որ հայրենիքը պետությունը սեփական ժողովրդի անվտանգությունը եւ բարեկեցությունը ապահովելու միջոց է։ Այս տրամաբանությամբ պետքա մենք առաջնորդվենք առաջիկայում եւ սրա մասին է, սրա համար է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ 90-ականների սկզբից, երբ որ մարդիկ արտագաղթում էին, այդպիսի մի մեղադրանք կար, որ մարդիկ առաջնորդվում են որտեղ հաց, այնտեղ կաց կարգախոսով։ Եվ մենք մեղադրանք ենք նույնիսկ ասում ենք, դե մարդիկ առաջնորդվում են որտեղ հաց, այնտեղ կացով եւ հացի հետևից գնում են Հայաստանի տարածքից դուրս։ Մենք մեզ հարց չենք տալիս, բա մի րոպե, բա մեր պետության մեջ հաց ինչի չկա, ինչի հաց չկա։ Եվ մենք այս տրամաբանությունն ենք փոխել, այս կարգախոսն ենք փոխել, ասելով, որ այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց, նկատի ունենալով, որ պետությունը առաջին հերթին հաց ստեղծելու միջոց է, պետությունը հաց ստեղծելու միջոց է եւ ոչ թե պետությունից հացի հետևից գնալու միջոց։ Եվ 2025 թվին առաջին անգամ Հայաստանի քաղաքացիների վերադարձը Հայաստան ավելի է եղել, քան Հայաստանի քաղաքացիների հեռանալը։ Այսինքն 2025 թվականին արտագաղթը դադարել է Հայաստանից, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, արտագաղթը դադարել է եւ սկսվել է ներգաղթ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիդ, շնորհավորում եմ բոլորիս։ Եվ հետևաբար մեր ընտրությունը խաղաղության եւ կոնֆլիկտի մեջ է։ Այսօր մարդիկ ինձ մեղադրում են, ասում են, ինչի է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված
քարտեզը տարածում եւ պահում իր գլխավերևում կամ իր կրծքի մոտ, ասում են թող ծովից ծով Հայաստանի քարտեզը բանանի տպի ծով ու դա ասում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը, ում ընտանիքի ոչ մի անդամ Հայաստանի սահմանի պաշտպանության համար մի հատիկ կրակոց չի արձակել, նրանք Հայաստանի սահմանին մի հատիկ կրակոց չեն արձակել, բայց նրանք կրակոցներ արձակել են Կոտայքի մարզում, Աբովյանում, Առինջում, Ծաղկաձորում, չգիտես ուր, եւ նրանք եկել են, որովհետեւ այդ ով ծով Հայաստանի մասին խոսում է, իրանք բոլորը Հայաստանից դուրս ունեն վիլլաներ, ունեն տներ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը ստեղծել է Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ տուն ունի, ոչ էլ ուզում է ունենալ, ոչ էլ երբևէ ունենալու է, իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է, եւ մենք այս տանը ոչ միայն պիտի ապրենք ազատ, երջանիկ, բարեկեցիկ, այլև այս տունը որպես ժառանգություն պետք է փոխանցենք մեր սերունդներին, դարեդար ու հազարամյակով, այս հարցը պիտի լուծեք դուք Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։ Եվ այս տան տրամաբանությունն է, որ այսօր Հայաստանում կառուցվում են դպրոցներ, որոնք որպիսին չեն եղել Հայաստանի պատմության ողջ ընթացքում, ովքեր հարցականի տակ են դնում, թող գնան տեսնեն Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որը զրոյից կառուցվել է, Հայաստանի պատմության մեջ չեն եղել այդպիսի դպրոցներ, իսկ ինչու կան այսօր այդպիսի դպրոցներ, մի պարզ պատճառով, որ այսօր շատ առանցքային մի բան է փոխվել Հայաստանում, պետությունը սիրում է իր քաղաքացուն, եւ քաղաքացին սիրում է իր պետությունը, պետությունը սիրում է քաղաքացուն եւ քաղաքացին սիրում է պետությունը, սա է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սերն է այն առանցքային գործոնը, որ այսօր մեզ մղել է այն բոլոր որոշումներին, որ մենք կայացրել ենք։ Մենք հասկացել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս բերենք կոնֆլիկտի թակարդից, եւ մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել կոնֆլիկտի թակարդից։ Այսօր նաեւ դրա շնորհիվ է, երբ որ մենք ունենք վստահություն խաղաղության նկատմամբ, նաեւ դրա շնորհիվ է, որ մենք միայն 2026 թվականին 70 միլիարդ դրամ ավել ծախսելու ենք միայն թոշակների բարձրացման վրա, 70 միլիարդ դրամ։ Հայաստան տան հայեցակարգը դրա մեջ է, որ Հայաստանում այսօր միջին թոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրից հետվճարի համակարգը։ Այսօր 65+ եւ մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը հոգում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այսօրվա դրությամբ մենք շուրջ 130 միլիոն դոլար 2026 թվականի ընթացքում շուրջ 130 միլիոն դոլար տրամադրել ենք մեր մինչև 18 տարեկան երեխաների եւ 65+ թոշակառուների առողջապահության կարիքների։ Այսօր մենք ավարտին ենք հասնում 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագիրը։ Այսօր մենք դպրոցներում մեր նորակառույց եւ հիմնանորոգված մի կարգախոս ենք տալիս մեր աշակերտներին, ասում ենք լավ սովորի, որ լավ ապրես, բանալի բառը ապրելն է, մյուս բանալի բառը լավ ապրելն է, որովհետեւ մենք ի վերջո հաղթահարել ենք մակարման եւ գոյատևման օրակարգը եւ Հայաստանի Հանրապետությունը մտել է զարգացման օրակարգի մեջ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է
բոլորի աչքի առջև, այսօր ծաղկաձորն է ծաղկում բոլորի աչքի առջև։ Եվ սրա մասին է իրական Հայաստանը։ Բայց նաև շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե ինչպես եւ ինչով ենք այս բոլոր ծախսերը անում։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, թոշակների ավելացում, առողջության ապահովագրություն, մենք այդ թվում ոչ մի րոպե չենք մոռացել 2018 թվականից ձեզ տված խոստումը թալանվածը վերադարձնել։ Մենք 2018 թվականից շուրջ 8 միլիարդ դոլարի հարկային եկամուտներ լրացուցիչ, գույք, ապօրինի ձեռք բերված, նյութական միջոցներ եւ դրամական միջոցներ ենք վերադարձրել պետությանը։ Մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ապահովել ենք պետական բաժնեմաս եւ 2018-ից 2026 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդողոտ տարիների շրջանում։ Մենք ֆինանսների նախկին նախարարի տունն ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանել վաճառքի, դա մեր դատախազության հայտով, եւ հիմա վաճառքի գնի 70%-ը Հայաստանին բյուջե փոխանցվելու գործընթացի մեջ է։ Ինչի 70%-ը, որովհետեւ այդպիսին են Միացյալ Նահանգների օրենսդրության առանձնահատկությունները։ Մենք կոտայքի նախկին մարզպետի առանձնատնունն ենք վերադարձրել պետությանը եւ ժողովրդին։ Հիմա նա արդեն նրա սեփականությունը չի, այլ Հայաստանի ժողովրդի սեփականությունն է եւ այսօր շատ շուտով այդ առանձնատանը կլինի ծերերի խնամքի կենտրոն եւ մենք այս դրամաբանությամբ հատիկ առ հատիկ քաղաքականությունը տանելու ենք միջև վերջ, ինչպես նախկինում ասել եմ, հատիկ առ հատիկ վերադարձնելու ենք եւ ամբողջ թալանվածը վերածառայեցվելու է Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը։ Այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է, իմիջայլոց առաջիկայում շատ մեծ իրադարձություն է սպասվում եւ այդ իրադարձությունը մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք զորահանդեսն է։ Մենք այդ զորահանդեսը չէինք պլանավորում անել, բայց այնքան բամբասանքներ եւ զրպարտություններ տարածվեցին բանակի մասին, մենք ի վերջո եկանք այդ եզրակացության, որ պետքա հաշվետվություն տանք ժողովրդին, թե ինչ են կարել բանակի հետ կապված, որովհետև խաղաղությունը խաղաղություն, բայց խաղաղության համար շատ կարևոր է ունենալ ուժեղ եւ պաշտպանունակ բանակ, որովհետև պաշտպանունակ բանակ չունենալը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Բայց ես նախ ուզում եմ, բաներ կան, որ մենք չենք կարող բերել Հանրապետության հրապարակ եւ մասնավորապես այն տասնյակ ամրացված շրջանները, որոնք կառուցվել են մեր սահմանին։ Այսօր մեր սահմանի երկայնքով տասնյակ ամրոցներ են կառուցվել, որոնք տասնամյակներով եւ հարյուրամյակներով ծառայելու են Հայաստանի պաշտպանունակությանը։ Միևնույն ժամանակ նաեւ նկարվեք հեռախոսի բաները, սելֆի օբյեկտիվը բաց պահեք, խնդրում եմ, որ արագ նկարվենք։ Հետո դուրս գալիս մեծերին քարտեզներ կնվիրենք, Ժորժ ջան, նկարվելը ուղղակի շատ ժամանակ է տանում, դրա համար, քանի որ գրաֆիկի մեջ ենք, երեխեքի հետ արագ նկարվենք, ովքեր ուզում են իհարկե, հետո որպեսզի մեր ճանապարհը շարունակենք եւ չշարունակենք։ Հետո ալացում։ Պարոն վարչապետ, ձեզ շատ եմ սիրում։ Որ 18 տարեկայից բարձրել է, ձեզ կընտրել։ Շատ լավ, իսկ հայրիկ մայրիկ ընտրում են մեզ։
Նկարում եմ, էլի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ոյ ջան, ոյ ջան։ Դե բայց տենց պահեք, չի գա ինձ մոտ։ Հələ նայ, հələ նայ, հələ նայ, հələ նայ։ Լեո։ Քարտեզել, քարտեզել։ Կանգնի, գագիկ դու կանգնի։ Սրտիկը։ Իսկե։ Գագիկ դու հարտես։ Այ, քեզ Կուզես նայ ուղի եթերից սկրինշոտ կանես հետո։ Վերցրու, վերջ։ Ինձ մի հատ էլ քարտեզ կտակ։ Թխվածք է։ Ահա, վերցրու, անցին է։ Feit aan. Wees wel goed. Պարոն Փաշինյան ձեր գլխարկը կարելի է, հա։ Մերսի շատ։ Վերջը։ Feit is jouw. Հատեց ես։ Երկու բար խոսեի, վարչապետ ես կուզեի երկու բար խոսեի։ Համեցեք Ես ժամանակ։ միշտ առաջ օրվանից հեղափոխության ձեր կողմը մեր հրապարակ։ Ես շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։ Ջան, ճանապարհ կտակ։ Короче, Ռումուսին գենը ձեզ բարևեր, մակում Ռումուսը Սերգեյ Նիկոլաևիչ։ Ռումուսը։ Վարչապետը Բելարուսիայի։ Բարևեր ասում եք կոնտակտ են, վեթ իրար խմել են կամ սյոթին կամ նկարվենք, էլի։ Հա, որտեղ է ինքը հիմա։ Տեխնատը Ռուսեն Համազանիսյան վարչապետ, պրեզիդենտ։ Ունի մահանում է։ Գալիս է։ Կոնյակ Լավ եղեք, Ժորժ։ Լավ է։ Ինչպես եք։ Լավ, դուք ոնց եք։ Ուրախ եմ։ Հայրերարուն հաշողելու ենք։ Ինչ ինձ գլխոք չես տալիս։ Տվի արդեն։
Պարոն վարչապետ, սա իմ նվերն եմ։ Առաջի բարարանն է, որը գրել եմ Լեհաստանում։ Ուրախ եմ։ Շատ շնորհակալ։ Ժամանակի խնդիր ունենք, ժողովուրդ ջան։ Առաջ։ Քարտեզ տվեք էլի։ Քեզ տվել եմ, չէ՞։ Գլխարկը տվեցի արդեն։ Ժողովուրդ ջան։ Լավ է։ Սիրում եմ բոլորիդ ծաղկաձորցիներ։